Բաքվում հայ ռազմագերիների դատն ընթանում, այս մասով ինչ մեկնաբանություններ ունեք, խոսվում է մարդու իրավունքների խախտումների մասին, որ այնտեղ իրենց դաժան կտանքների են ենթարկում, ինչ կարող եք ասել եւ առհասարակ այս պահին ինչ գործողություններ է կատարվում այս ուղղությամբ։ Մենք նաև արձագանքել ենք Բաքվում տեղի ունեցող ապօրինի դատավարության մասով եւ նաև մեր հանձնաժողովը իր հնարավորությունները եւ իր լիազորությունները օգտագործում է, որպեսզի մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրի այս քայլի վրա, այս կեղծ իրողության վրա եւ ոչ միայն պարզապես ուշադրություն հրավիրի, այլ նաև գործուն քայլեր ձեռնարկի։ Այս մասով մենք մեր լիազորությունների սահմաններում եւ մեր ունեցած կապերով ու հնարավորություններով աշխատում ենք ունենալ։ Իսկ ընդհանրապես ինչ ազգային ազդակներ կան, արդյոք այս մասով իր հնարավորություններ տեսնում եք, որ օրինակ Ադրբեջանը ինչ որ կոմպրոմիսի գնա Հայաստանի հետ ու կարողանան վերադարձնել։ Գիտեք, այստեղ կոմպրոմիսի որևէ խնդիր չկա, այլ քաղաքական բաղադրիչը առաջնային է։ Սրանով պայմանավորված մենք տեսնում ենք ինչպիսի իրավիճակ են ստեղծում հենց այս դատավարությունով։ Նաև Ալիևի խոսնակը վերջերս Հայաստանին մեղադրեց, որ հայկական կողմը շատ սուր է արձագանքում եւ փոխանակ գործակցի Ադրբեջանի հետ գերիների մասով հակառակ էֆեկտ է ստանում, ինչպես։ Գիտեք, կարևոր չի, որ կողմը ինչ է ասում, կարևորը թե մենք ինչ աշխատանքներ ենք անում, մեր աշխատանքները երբեք չեն դադարել եւ երբեք չեն նվազել, այլ հակառակը օգտագործում կարողանանք այս խնդիրը լուծել։ Պարոն Բաքարյան, դուք տեսնում եք կոնկրետ լուրջ վտանգներ Հայաստանի հետ կապված, որովհետև Ռուբեն Վարդանյանը վերջին ձայնագրության ժամանակ ասում էր, որ եթե դուք կարծում եք, որ կարող եք հանգիստ վայելել կյանքը եւ ինձանով կվերջանա, իրականում այդպես չէ եւ սլաքներն ուղղելու են նաև Հայաստանի կողմ եւ շատ ավելի վատ է լինելու։ Այսինքն նա այսպես ուզում էր ներկայացնել, թե ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ այս ամենը Հայաստանի համար։ Գիտեք, Հայաստանի Հանրապետությունը ունի կառավարություն եւ կառավարությունը շիրներ է եւ այնինչ տեղի է ունեցել եւ հիմա տեղի է ունենում, դրա շուրջ աշխատանքներ տարվում են։ Ինչ աշխատանքներ են մասնավորապես տարվում, որովհետեւ քննադատներ են հնչում իշխանության նկատմամբ, որ բավարար աշխատանքներ չեն տարվում եւ երբ ասվում է, որ լուր է գործում, ասում են, եթե լուր է գործում եւ որևէ արդյունք չկա, միգուցե բարձրաձայն գործեք, որպեսզի արդյունք տեսնենք։ Գիտեք, ձեր հարցի տրամաբանությունը բացարձակ չեմ հասկանում, դրա մեջ բացատրեմ ինչ։ Դրա մեջ սադրանք կա, որովհետև երբ որ աշխատանք է տարվում եւ դա դրա մասին տեղեկացվում է կամ աշխատանք, որը նույն գերիների մասով եք ասում, ես կարծում եմ, որ ոչ թե պետք է աշխատանք արվի այնպես ինչ ամբողջ բովանդակությունը հայտնի դարձնելով հասարակությանը, այլ աշխատանք, որի արդյունքում նաև մենք կարողացել ենք անմիջապես բանակցելով 32 գերիներ վերադարձնել։ Հետևաբար այն թեզը, որ դուք առաջ եք բերում կամ մեջ բերում եք անում, սին են։ Հայաստանի իշխանությունը պես որևէ խնդիր չի տեսնում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայաստան վերադառնա։ Ուզում եմ հասկանամ ինչ խնդիր պետք է տեսնի։ Դուք խնդիր եք տեսնում։ Չէ, ես հարցնում եմ, որովհետև մրցակցության հարց կար, որովհետև հենց իշխանությունը պետք է գային իշխանափոխություն անեին, այսինքն դուրս է գալիս, որ այնտեղ են ձեռնտու է։ Իշխանափոխություն չեն կարող անել։ Գիտեք, դուք նորից այս հարցերով փորձում եք սադրեք, որովհետև այդ ուղղությամբ աշխատանքները իրականացվում են եւ չեն դադարել եւ մեզ համար շատ կարեւոր է, որ մեր բոլոր գերիները վերադարձվեն Հայաստան, բոլոր գերիները առանց բացառության։ Իհարկե ես հասկանում եմ այս թեզերը որտեղից են գալի։ Իշխանությունն էր ասում, պարոն Բաքարյան, նրանք գալիս էին այստեղ, որ իշխանափոխություն անեին, Հայաստանը կործանեին։ Ես հասկանում եմ այս թեզերը որտեղից են գալի եւ ինչի համար են նման հայտարարություններ արվում, բայց ուզում եմ ասել,
որևէ մեկնաբանություն, որևէ հայտարարություն եւ որևէ իրավիճակի ստեղծում չի ազդելու մեր աշխատանքի վրա, որովհետեւ մենք վերադարձնենք մեր բոլոր գերիներին Բաքվից։ Եվ Ադրբեջանի նախագահի խորհրդականի երեկվա հայտարարությունը նա ասում է, որ պետք է համագործակցել եւ այլն, եւ նաեւ Հայաստանը պետք է իրենց հանձնի այն մարդկանց, ովքեր որ Արցախյան պատերազմի մասնակից են եղել։ Այս առումով Հայաստանի եւ հայտարարությունը երբ կլինի։ Ես կարծում եմ, որ ցանկացած հայտարարություն ինչ որ մյուս կողմից տեղի ունենում, դրան համարժեք հայտարարություններ կամ պատասխաններ տրվում են մեր արտաքին գործերի նախարարության գործընկերների կողմից։ Բանությամբ են այս ամենը անում։ Պայմանագիրն են ուզում ձգձգել, ինչ խնդիր են դրել իրենց առջև։ Այդ հնարավորությունը թողնել մեր արտաքին գործերի նախարարության գործընկերներին, որպեսզի իրենք մեկնաբանեն։